Ողջույն սիրելիներս, բացում եմ նոր տեսանյութ, պատրաստվում էի սրճել, Վահանը բերեց այսպիսի համեղություն Ռինգոյի, չգիտեմ ծանոթ եք թե չէ, ես առաջին անգամ եմ փորձելու, Վահանը վաղուց էր ասում էր գնամ բերեմ պոնչիկները, փքաբլիթներս, Դուբայ շոկոլադ, պիստակի, ուրեմն կրեմով, տեսեք, և այսպիսի պոնչիկներ, Ռինգոյինն է, ճիշտն ասած չգիտեմ շատ են գովում, այստեղ էլ կարկանդակ է բերել կարտոֆիլով, Էրիկա արդեն վրայից կերել է, փորձելու համար, այսպես, սուրճս պատրաստ է, կխմեմ, կասեմ ձեզ լավներ թե չէ, այստեղ ասում եմ առայժմ, հետո կմիանամ նախորդ վիդեոյի մասին կխոսեմ, սիրելիներս ողջույն, գիտեմ որ շատ եմ ուշացնում, բայց նյութ չկա, թեմա չկա նկարելու, դրա համար էլ շատ եմ ուշացնում, դե քանի որ արդեն պատրաստվում ենք զատկական տոնին, Սուրբ Զատկին ենք պատրաստվում, սիրելիներս, Վահանին ուղարկել էի գնացել էր կանաչի փնտրելու, մեզ մոտ կանաչին դարձել էր աստղաբաշխական գներ, MG-ից էր գնել, ինչ է, տեսնենք ինչ է գնել Վահանը, գնել է համեմ, տեսնեմ թարխունը, մեկ թարխունը, ոնց որ ցախավել լինի, տեսեք ինչ լավ թարխուն է իսկապես, մեկ, երկու, այս ինչ թարխուններ է բերել, երևի ջերմոցի թարխուն է, որովհետև հողի թարխունը ավելի կարճ է և ավելի հաստլիկ ու թմբլիկ պոչիկներ ունի, այո, սա երևի թե ջերմոցի է, համեմ մի հատ, մեկ հատ համեմ, 3 թարխուն, հիմա տեսնենք էլ ինչ է բերել Վահանը, այստեղ բերել է մի հատ սող, կանաչ, 2 բողկ է բերել, ես սիրում եմ բողկ, չգիտեմ ժողովուրդ ջան, երևի ամեն տարի չի որ ուտում եմ, բայց այս տարի մի տեսակ կարոտով եմ, հաճիկով եմ ուտում բողկ անկեղծ ասած, բերել է 2 մարոլ, եվս 1 համեմ, ենտեղ և այստեղ մեր սուրճը, հիմա անցել ենք այս մյուս սուրճին, սա էլ շատ լավ սուրճ է, սա ենք խմում, հիմա արագ հագնվում եմ, գնում ենք մեգամոլ, այնտեղ մի քիչ կպտտվեմ քայլելու իմաստով, հարմար լինի կնկարեմ անպայման, հետո կմտնենք այնտեղի սիթին, շատ եմ սիրում այնտեղի սիթին լավն է, բայց ասեմ, որ սիթին ահա որ թանկացել է սիրելիներս, կարող եմ մրցել պարմայի, չինարի և սասի հետ, հանգիստ կարող եմ մրցել, այնպիսի գներ էր, նախորդ անգամ ես գնացի, չնկարեցի, որովհետև մենք եկանք տուն, տունը հյուր եկավ, մեջը փչացող ապրանքներ կային ու մսեղեն և այլն, արագ տեղավորեցինք, կարակ, պանիր, որպեսզի չփչանա դրսում, չնկարեցի, չհասցրեցի ուղղակի նկարել, մենք եկանք անմիջապես մեր հետևից դռան զանգը տվեցին ու բարձրացան վերև, բայց այսօր կփորձեմ ձեզ համար նկարել, կնկարեմ նաև զատկական սեղանը, այս տարի 3-ով ենք նշելու, Վահանը արդեն 2 փոքր մեզ համար ձուկ է բերել իշխան, սովորաբար ես գնում եմ մոտավորապես 1,5-2 կիլանոց, 3 իշխան եմ գնում, բայց քանի որ այս տարի մենք 3-ով ենք նշելու, Վահագն ու Անին իրենց տանն են նշելու, այսպես, մենք որոշեցինք, որ 2 փոքր ձուկը մեզ բավական է, որովհետև ես ու Վահանն ենք ուտում, հիմնականում ես եմ ձկնակեր, Էրիկը ընդհանրապես չի ուտում, կխոսեմ Էրիկի ուտել չուտելուց, վիտամիններ եմ գնել, այսպես, դե ինչ, էլ չեմ երկարացնում, արագ հագնվում եմ, գնամ կամ և նոր գնում ունեմ, ձեզ ցույց չէի տվել, անկեղծ ասած, տեսեք, այսպիսի կանաչու աման եմ գնել, սիթից, սիրելիներս, ինքը շատ այդպես, որ ասեմ հերմետիկ չի փակվում, բայց մի հատ տեսեք, թե 1 շաբաթվա կանաչին ինչ թարմ է մնացել այս ամանի մեջ, տեսնում եք, մի հատ այսպես գուցե դեղնածը կա մեջը, բայց մնացածները բոլորը հիանալի վիճակում են,
Սոխը, այստեղ պղպեղ, ամեն ինչ այստեղ կա, շատ գոհ եմ ես իմ ամանից եւ շատ մատչելի էր, 1600 դրամ կարծեմ արժեր այս լավ ամանը, սա ուղղակի դեկորացիա է, սա, բայց չէ, պտտվում է ժողովուրդ։ Ես անցած անգամ արեցի, էսա գիտեք ինչ է, սա օրն ու ամիսն է նշում, որ օրը երբ եք դրել ամանի մեջ եւ ինքը որքան է դիմանում, ահա։ Այսպես, սա էլ այսպես, դե ինձ սա էլ իմ վերջին նոր գնումն էր, որ ձեզ հետ չի կիսվել։ Այսպես, դե ինչ ասում եմ, առայժմ կմիանամ էլի։ Անուշիկներս ես վերադարձել եմ, նկարելու ոչ մի հետաքրքիր բան չկար, փոքրիկ առևտուր եմ արել, բայց կկիսվեմ ձեզ հետ։ Ուրեմն գնել եմ բազուկի ճավ, չգիտեմ ինչի, քանի որ մանդակ նոր էի պատրաստել, մանդակ, թե սիբեղ, են սպիտակ պոչիկներով մանդակ, վահան, հա, մանդակ, ես այդ կանաչների անունները լավ չեմ տարբերում, նոր էինք կերել, որոշեցի ու քանի որ ձվաշատ է լինելու, որոշեցի բազուկի ճավ գնեմ, համել օղորմի պապայիս հոգուն, ինքն էր շատ սիրում մածուն սխտորով, սա կսարքեմ, ես էլ եմ շատ սիրում, Վահանն էլ ուզեց, մի խոսքով 4 հատ բազուկի ճավ եմ գնել Սիթիից, այսինքն մի հատ լավ մեծ կտոր գավառի փախլավա, որպեսզի սուրճ խմենք ամուսիններով, ահա, հետո գնել եմ լավաշ, այս իմ սիրած լավաշը առանց խմորիչի, ինքը թեփով է, սա մի րոպե Վահան ջան, մի րոպե հասցնեմ աղբեր ջան վարքյանը, Վահան ինձ ուզում է օգնի եւ այսպիսի լավաշ 1 կիլոգրամանոց Սևանի լավաշ կարծեմ, եթե չեմ սխալվում, ահա, ես Սիթիի լավաշ չեմ գնում, գիտեք ինչու, որովհետև ինքը խմորիչով է, դրա համար էլ չեմ գնում, ես խմորիչով չեմ ուտում, կար մի ժամանակ, երբ ես Սիթիի լավաշ էի գնում, զգացի, որ բավական գիրանում եմ, այն ժամանակ շատ նիհար էի, շատ, այս իմ քաշից մոտավորապես 15 կիլո ավելի պակաս էի, բայց զգացի, որ լցվում եմ ու պատճառը նա էր, որ այդ խմորիչով լավաշն էր, հետո ես իրենցից հարցրեցի, իրենք ասին, այո, խմորիչով է, ահա, այս էլ այս լավաշը, այնուհետև գնել ենք ձեռնոցներ, այսպիսի, սովորական ձեռնոց, մազ ներկելու և այլն գործ անելու, գնել եմ բրինձ, այսպիսի բրինձ եմ այս անգամ գնել, երկար, տեսեք, լավ բրինձ է, բավական լավն է, մանիկյուրս թափվել է, որովհետև վրայից բազա չունեի, որ կսեի, բազա են ասում, ինչ են ասում, լավ չգիտեմ, մի խոսքով, հետո վերմիշել մի հատ, մերոնք սիրում են, հետո կիտրոն, 4 հատ կիտրոն եմ գնել, կիտրոնի արժեքն էր 865 դրամ 1 կիլոգրամ անուշիկներս, ահա, սա այսպես, գնել եմ վարունգ, աղցանի համար, ասեցի չէ, արդեն այս տարի մենակ ենք լինելու ամանորին, զատկին դրա համար էլ քիչ եմ առևտուր արել, հետո այսպիսի պոլիէթիլենային փաթեթներ եմ գնել սննդի համար, տորոն եմ գնել, այս անգամ որոշեցի տորոնով ներկել, սոխի կեղև չկար, շատ կուզեի սոխի կեղև լիներ, ձուն ամենահամեղն է լինում սոխի կեղևով, այսպես, հետո մի բան էլ ասեմ, քանի որ ես ունեմ հոգևոր բարեկամներ, այսինքն հոգևորականներ, եկեղեցում ավագ քահանաներ են, իմ 2 քեռիները, ասեմ, որ ովքեր ունեն տանը հանգուցյալ, կարող են հանգիստ ձուն ներկել կարմիր, որովհետև մենք չունենք մահացածներ, մենք ունենք ննջեցյալներ և հին ու նոր էլ չունենք, ինչպես իրենք են ասում, չկան հին ու նոր, մենք բոլորին դասում ենք միասին, այսպես, դա էլ այդպես, սա աթենքի նրբերշիկ կաթնային, մեկ երիկը երեկոյան հոթ-դոգ է ուզում, սև հաց ֆիտնեսի արևածաղկի սերմերով, այսպես, հետո, էլ ինչ եմ գնել եմ իմ սիրելի այսբերգը, սա էր, ուրիշ նորմալը չկար, գնել եմ ընդամենը 10 հատ ձու, 10 հատ էլ ունեի, սիրելիներս ես ձու քիչ եմ ներկում,
10 հատ կներկեմ, առասարակ որոշել էի 6 հատ ներկեի, որովհետև մերոնք չեն ուտում շատ ձու, մերոնք ձմենք ձվակեր չենք այդքան շատ, եթե ուտեմ ես երևի, հա, 10 հատ կներկեմ բավական է, ահա, այսպես, հետո, գնել եմ իմ որ ձեզ առավոտ ցույց տվեցի, ամանի կանաչու, առավոտ, կանաչու ամանը, որ գնել էի, դրա մյուսն էլ գնեցի, կանաչ գույնը, սրա մեջ շատ լավ մնում է լոլիկը, բոխկը, կիտրոնը, շատ լավ պահպանվում են սրանց մեջ, սա էլ մյուսը գնեցի, որպեսզի ունենամ, ահա, սա այսպես, հետո տեսեք ինչ եմ գնել եմ ջրագալույցի համար, այս տարան, վաղը երեկոյան Վահանը կգնա ջրագալույց կբերի, ահա, այսպես, հետո գնել եմ, ահա, եղունգներիս համար 3-ը մեկում էս Էվելինի արագ չորացնող, ամրացնող, փայլեցնող եղունգի լաքը, Վահանը իր համար վերցրել է, այ այս կոնֆետները, որոնք ես չեմ ուտում, ես սրանցից ալերգիա ունեմ, ինձ մոտ քոր է սկսվում աչքերի մեջ, ամբողջ մաշկիս վրա, ձեռքերս, աչքերիս մեջ, գլուխը սկսում է քոր գալ, այս շատ սիրում եմ, բայց չեմ ուտում արդեն երկար տարիներ, սա շատ եմ սիրում, սրանից ալերգիա չունեմ, այնուհետև գնել ենք այսպիսի, ուրեմն խոնավ հիգենիկ թուղթ, ահա, այսպես, հետո կարակ եմ գնել 1 տուփ, 1 հատ, էլ ինչ եմ գնել, հիմա Վահան ջան կգաս տոպրակը տաս, հեսա Վահանը տոպրակը բերի, ժողովուրդ ջան, վուալա, ամբողջ առևտուրը սա էր, ես գիտե էլի ունեմ տոպրակ, բայց էլ չունեմ, չէ, ամբողջը սա էր, և հիմա կտրոնը տեսնեմ ուր դրեցի, ահա, տեսնեմ որքան է եղել մեր առևտուրը, այս ամբողջի համար վճարել ենք 17,196 դրամ, 100, հա, ճիշտ եմ ասում, ահա, այսպես, սա էր իմ ամբողջ առևտուրը, սիրելիներս, և Էրիկի համար KFC էինք գնել, որ ինքը արդեն տարավ վայելելու, հիմա մի կտոր ես հաց կուտեմ, և սուրճ կխմենք, այսպես, սա հավաքեմ արագ, ձեզ ասում եմ առայժմ, հասցնեմ, երևի թե ես տեսանյութը կտեղադրեմ կիրակի, որպեսզի զատկի տոնի հետ լինի, սիրում եմ բոլորիդ, գրկում եմ, համբուրում եմ, մաղթում եմ, գեղեցիկ արևոտ ու խաղաղ օրեր սիրելիներս, հրաշքներս բարի լույս, ես համարյա ավարտում եմ իմ գործերը զատկական, ինչ եմ արել, ներկել եմ ձուզ, հիմա տեսեք, թե հույս չունեի, թե ինչ է լինելու, այստեղ արդեն բազուկի ճավը դրել եմ վրան, մի բաժակ ջուր եմ լցրել, քանի որ ինքը ջուր է դուրս տալիս, տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել գույները, շատ այսպես խիտ գույներ են ստացվել, ես հույս չունեի, ինչ էի արել ուրեմն, ընդամենը 3 սոխի կեղև էի վերցրել, իմ տան ունեցած սոխի շեկ կեղև են, շեկ սոխերը, կարմիր չէ, տորոնը լվացինք, ահա, սոխի կեղև և մի փունջ կարկադե, թեյերը կարկադե, լցրեցի և աղ, մոտավորապես 1 ճաշի գթալ աղ եմ լցնում, որպեսզի ձուն չճաքի եռալու ընթացքում, և տեսաք, թե ինչ գեղեցիկ գույներ ստացվել, դուք էլ կարող եք այդպես անել անուշիկներս, այն կողմում չամիչն է արդեն լվացել է, ահա, սա չամիչն է, փռել եմ չորանում է արդեն, լվացել եմ, մնաց բրինձը խաշեմ, լավաշը տապակեմ և ձուկը, դա էլ կանեմ արդեն ժամը 4:30, որպեսզի Վահանը գնա եկեղեցի ջրագալույցը բերի, սովորաբար ասում են Վահան ինձ հարցնում են ջրագալույս է, թե ջրագալույց է, ասում եմ իրականում ջրագալույց է, ոչ թե ջրագալույս, Աստվածաշնչով այդպես է տալիս, ջրագալույց է տալիս, սուրբ գրքերով և ավետարանիչները բոլորը ասում են ջրագալույց, ահա, կգնա ջրագալույցն էլ կբերի, որպեսզի տանը լինի նաև լույս, իրականում սեղանը չէ կամ
ուտելը չէ, հա, որ ասոցացվում է այս տոնի հետ, այս տոնը պետք է կրել հոգում, եթե հոգում ունես Աստված, եթե հոգում կրում ես քո Փրկչին, ապա այս տոնը քեզ համար մեծ է, փառավոր, առանց ավելորդ ուտեստների, դա չէ էականը։ Պարզապես սեղանի շուրջ խմբվում ենք հարազատներով, մեկս մեկին բարեմաղթանքներ, օրհնանքներ ենք մաղթում, դրա մեջ էլ կա իր գեղեցկությունը եւ իր զորությունը, սիրելիներս, դե ինչ, սպասենք մինչեւ ժամը 6-ը, արդեն երեկոյան սեղանը պատրաստ լինելուց ձեզ հետ անպայման կկիսվեմ, ձեզ էլ եմ մաղթում բարի օր, ցանկանում եմ, որ ձեր գործերը Աստծով թեթև առաջ ընթանան եւ գեղեցիկ զատկական տոն։ Ողջույն սիրելիներս, այ հիմա ողջույն, որովհետեւ մինչ այդ չէ երևացել կադրում, այսպես էի ասել, կադրից այն կողմից ձեզ ողջունել, հիմա կադրի այս կողմից եմ ձեզ ողջունում, քանի մի փոքր ժամանակ ունեմ, մտածեցի ձեզ հետ միանամ, կիսվեմ, այնտեղ չգիտեմ ինչ փլվեց, խոհանոցում ամաներելը վազել, հավաքել եմ, բայց չեմ դեռ տեղավորել, չգիտեմ ինչ շուռ եկավ, լավ, էական չի։ Հենց նոր անցնում էի ձեր մեկնաբանություններով եւ կային մի քանի հարցեր, որոնց ես կցանկանամ անդրադառնալ եւ առաջին հարցը, որ գրված էր, լավ գովազդ է։ Գայանեն է կարծեմ գրել, սիրելի Գայանե ջան, ես գովազդով չեմ զբաղվում։ Ես կարող եմ նույնիսկ մի օր Վահանի հեռախոսով, Վահան իմ ամուսինն է։ Ինձ հարցրել էին ամուսինդ Վահանն է։ Այո, Վահանն իմ ամուսինն է, տղաս Էրիկն է։ Եթե Վահանի հեռախոսով կարողանամ մի օր ձեզ համար նկարել, հատուկ կնկարեմ, որպեսզի տեսնեք, ես չունեմ մոնետիզացիա, ես չունեմ գովազդներ, հա, ես գովազդով չեմ զբաղվում։ Գովազդով զբաղվում են շատ ավելի այսպես ցածր տարիքի բլոգերները, սա իմ հոբին է, սա իմ զբաղմունքն է, որով ես ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել։ Ովքեր որ նոր են իմ ալիքում, ասեմ, որ իմ ալիքը գործում է 18 թվականից, այն ի սկզբանե եղել է հայրենասիրություն եւ էթիկա։ Հետո նկատեցի, որ որքան որ իմ չարչարանքն է եւ ասմունքը եւ պատմությունը, պեղելը, գտնելը, թարգմանելը, բացատրելը, կարդալը, ընթերցանությունը շատ փոքրիկ դիտումներ էին բերում իմ ալիքին եւ ես սկսեցի արդեն ավելի շատ վլոգային տեսքով ներկայանալ։ Ընթացքում նաև կային ընթերցանություններ, որին մենք անպայման նորից հետ ենք գալու, անպայման, որտեղ ընթերցանությունները կարծում եմ շատ կարևոր է եւ շատ արդիական է մեր այս դժվար օրերին, որովհետեւ այսօր լրատվական պատերազմ է գնում եւ գիտեք, որ հարևան պետությունները փորձում են գողանալ մեզանից մեր պատմությունը եւ մենք պետք է զինվենք ոչ միայն զենքով, այլ նաեւ գիտելիքով, որը շատ-շատ կարեւոր եւ պարտադիր գործոն է հայ ընտանիքներում, սիրելիներս։ Սա այսպես, ուրեմն, ես գովազդով չեմ զբաղվում, դա Վահանն էր պատվիրել, հետը եկել էին նվերներ եւ պարտքս համարեցի նաեւ կիսվել ձեզ հետ, գուցե ինչ-որ մեկին ինչ-որ մի բան պետք կա, ուրեմն ասեմ, որ ես այդ արտիկուլներից գլուխ չեմ հանում, բայց իմ հետևորդուհիներից, կարծեմ, եթե չեմ սխալվում, Էմիլիա ջան, Էմիլիաներ կամ մեկ ուրիշներ, ով ուզում է լինի, ովքեր որ ինձ օգնել են, հատառհատ անուններով չեմ հիշում, իմ անչափ շնորհակալություն եմ ձեզ հայտնում, որ դուք ինձ օգնեցիք այդ հարցում, ես գտա արտիկուլների տեղը Թեմուում։ Հիմա, եթե ձեզ նորից հետաքրքրում է, կարող եք գրել, ես անպայման արտիկուլը կտեղադրեմ, կպատասխանեմ ձեզ սիրելիներս, թե չէ մինչ այդ ես չգիտեի, դրա համար էլ չէի կարողանում ձեզ օգնել։ Նույնն էլ ինձ համար Վալբերիսն է, որ արտիկուլը կա, բայց ընդհանուր իմ տեսանյութի տակ ես չեմ կարողանում դա տեղադրեմ, չգիտեմ ինչպես է, ես անգամ դա չգիտեմ, ուր մնաց թե գովազդով զբաղվեմ, ես գովազդով ինձ գովազդ չեն տալիս, ես մի անգամ եմ միայն գովազդով զբաղվել, դա եղել է իմ բարեկամուհու մաքրման, ուրեմն ինչն էր, իրենց այդ
ինչով որ իրանք զբաղվում են, մի խոսքով, որ գնում են տներով մաքրություն եւ ասեն, որ իմ հետ է որդուհիներից արձագանքել էին, գնացել էին իրենց տուն մաքրել էին, շատ գոհ էին մնացել, ես էլ եմ կանչելու, որպեսզի իմ աթոռները եւ բազմոցն ու բազկաթոռները մաքրեն սիրելիներս անպայման եւ որ օրը որ իրենց կհրավիրեմ, կգան իրենք, ես ձեզ հետ կկիսվեմ նաեւ իրենց մաքրությամբ։ Դա եղել է անվճար, որովհետեւ դա ինձ շատ հարազատ մարդ էր խնդրել, որպեսզի ես տեղեկացնեմ, բնականաբար ես դրա համար գումար չէի կարող վերցնել։ Այսպես, դա է եղել իմ միակ գովազդը, որով ես զբաղվել եմ։ Մնացած դեպքերում ես պարզապես ներկայացնում եմ։ Այսպես, հետո իմ շատ սիրելի Լուիզը եւ Լիզան, Լուիզը կարծեմ Մոսկվայից, Լիզան Միացյալ Նահանգներից, ինձ մաղթում էին, որ ես դառնամ շուտապույտ հորաքույր, սիրելիներս Աստծո կամքով, ամեն բան Աստծո կամքով, մենք բոլորս սպասում եւ փափագում ենք այդ երջանիկ օրվան։ Հետո գրել էին, որ առաջ շատ էիք խոսում եղբորդ ընտանիքի մասին։ Այո, սիրելիներս, խոսում էի, որովհետեւ եղբայրս իմ կողքն էր։ Գիտեք, նորից նոր եկողների համար եմ սա ասում, ովքեր նոր են բաժանորդագրվել, մենք ծնողներիս կորցրեցինք 23 թվականին 13 օրվա մեջ, 2 ծնող ենք կորցրել, դրանից հետո եղբայրս ապրում էր մեր տանը, մինչև իր ամուսնությունը, ամուսնությունից հետո ապրում է իմ հայրական տանը, մեր հայրական տանը, որը ժառանգաբար անցել է եղբորս իր ընտանիքի հետ։ Այն ժամանակ եղբայրս այդքան ծանրաբեռնված չէր, հաճախ էին մեր տուն գալիս, հիմա հաճախ չեն գալիս, որովհետև արդեն ընտանիքի տեր է, արդեն ծանրաբեռնված է, իրենք միասին են, դուրս են գալիս, զբոսնում են, հյուր են գնում, ինձ էլ են անպայման հյուր գալիս, պարզապես ես չեմ նկարում, որովհետև իրենք չեն ցանկանում։ Եթե իրենք ցանկանան, ես կնկարեմ, բայց իրենք չեն ցանկանում, որպեսզի ես շատ խոսեմ իրենցից, շատ իրենց ներկայացնեմ, ես էլ չեմ կարող իրենց իրավունքները խախտել սիրելիներս։ Էլ այսպես, էլ ինչ հարց կար, էլ հարց չկար։ Էլ չեմ հիշում եւ անչափ շնորհակալ եմ ձեր բոլորին բարեմաղթանքների համար, ես ուզում եմ, որ ձեր բարեմաղթանքները կրկնապատկված, քառակի, բյուր ու բազում դառնան եւ հետ վերադառնան ձեզ, ձեր ընտանիքներ։ Ես ձեր բոլորին շատ սիրում եմ, այստեղ ասում եմ առայժմ, չեմ ավարտում, որովհետեւ դեռ միասին զարդարելու ենք կամ ես կզարդարեմ եւ ձեզ կներկայացնեմ այսօրվա մեր շատ կարեւոր սեղանը, զատկական սեղանը, սիրելիներս։ Առայժմ Սիրելիներս, մեր զատկական սեղանը համեստ եւ ոչ այսպես ճչացող ես դրեցի, 3 կուլիչ էինք նվեր ստացել, այսպիսի Վահանի ուսանողներ մեզ նվիրել էս կուլիչը, լավն եմ պատրաստել, կացած խորը չէր, ես շատ քիչ եմ պատրաստել այս անգամ, որովհետև չեն ուտում, մնում է, մի խոսքով, հիմա ընտանիքս էլ հավաքվի, 2 ձուկ էի եփել, մեկն եմ դրել, որ միայն ես ու Վահանն ենք ուտում, մի խոսքով սովորական, զատկական, ինչպես ասում են, այստեղ որովայնի հարցը չէ, այլ հավատի, սիրո եւ Քրիստոսի էության հարցն է։ Ձեզ համար այսօր ես ուրեմն ջրագալույցի խորհուրդը կարդացի, թե ինչն է պատճառը, որ կոչվում է ջրագալույց, ջրագը լուծանել, այսինքն վառել ջահերը, վառել մոմը։ Այն մոմը, այն լույսը, որը մեզ տալիս է, տվել է Աստված, այսինքն դա Քրիստոսն էր այդ լույսը։ Հուսանք, որ այս զատիկով սիրելիներս հայոց աշխարհին խաղաղություն կլինի եւ Աստված բարի աչքով կնայի իմ ազգին, մեզ այս մի փոքրիկ, այս մի բուռ հողում ծվարած, ծպտված իր, ինչպես ասում են, Աստուծո ժառանգված իր հողերում, ծպտված իմ այս փոքրիկ ժողովրդին, իմ այս փոքրիկ երկրում, Աստված բարի աչքով կնայի եւ այսուհետ չեն լինի այլևս պատերազմներ։ Դե ինչ բաժակ բարձրացնենք եւ ընտանիքիս հետ միասին, Էրիկ ջան, Վահան ջան, Էրիկ, բաժակ ենք բարձրացնում, բալես հեսա քո գինին հենա։ Եվ միաբերան ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզի ձեզի մեծ ավետիս, սիրելիներս ձեզ և մեզ մեծ ավետիս, թող Քրիստոսի հրաշափառ հարությունը բոլորիդ ընտանիքներին բերի սեր, երջանկություն, միաբանություն, հավատ, սիրենք իրար, հանդուրժենք, որպեսզի դառնանք մի բռունցք ու պահենք մեր հայրենիքը։ Ձեր բոլորին մաղթում եմ գեղեցիկ զատկական օր, սիրելիներս, առայժմ։ Վահանը եկավ և ինձ այսպիսի գեղեցիկ ծաղիկներ է բերել, շատ անսպասելի, բայց շատ հաճելի, պիոնավարդ, այդպես են ասում, պիոնավարդ, շատ եմ սիրում այս ծաղիկները, չեք պատկերացնի, ինչ է պետք կնոջը երջանիկ լինելու և ժպտալու համար, ծաղիկներ, նվիրում եմ նաև ձեզ սիրելիներս, որտև սա միայն իմը չէ, նաև ձերն է, սիրում եմ ձեզ, Վահանը գնացել էր փոքրիկ առևտրի, հիմա ձեզ հետ կկիսվեմ արագ, հետո ծաղիկներս կդնեմ ջուրը։ Տեսնենք ինչ է բերել, ես էլ տեղյակ չեմ, այսպիսի թխվածքաբլիթներ է բերել, այսպիսի էլի թխվածքաբլիթ է բերել, խտացրած կաթով, ես շատ չեմ սիրում, խտացրած կաթով անկեղծ ասած, ևս մեկը, այստեղ դդումի կորիզներ, ես ուտում եմ դդումի կորիզներ, հենց այդպես, սա դդումի կորիզներ, սա անանուխի կոնֆետ մեր հայկական, ներքևում լավ բան եմ տեսնում, լոլիկ է բերել 2 հատ աղցանի համար, սա Երեմյանի հալվող պանիրն է, շատ համեղ է, բերել էր էլի, ակցիա էր եղել, 3 հատ բերել էր, հիմա նորից բերել է, հետո բերել է 2 կարակ, պրեզիդենտ, և տեսեք, թե ինչ է բերել, մնում է սա կարողանամ այստեղից հանել, հանեմ ու միանամ, այսպիսի պանատոն է բերել Վահանը պիստակով, տեսեք ներսը այսպես է, հիմա կուզեի գիտեք ամանը բացել, որպեսզի դուք էլ տեսնեիք, այսպիսի տեսք ունի, հիմա փորձեմ բացենք, այսպես է ներսը, մի հատ էլ ունեմ տանը, ոչ իտալական, պարմայի, ուրեմն կուլիչն է, սուրճ ենք խմելու, անպայման ձեզ հետ կկիսվեմ, էլի համտես կանենք, հավանաբար հաջորդ վլոգում, սա արդեն կներառեմ, հիմա կթեքեմ ձեզ հետ մի քիչ կզրուցեմ, մի քանի հարցի կպատասխանեմ և կտեղադրեմ։ Սիրելիներս, ես սուրճս դրել եմ, Վահանի հետ նստել ենք վայելելու, համ էլ կպատասխանեմ ձեր 2 հարցի ու կտեղադրեմ, տեսեք, այն կուլիչի Վահանի աշակերտի բերած կուլիչը կտրեցինք, այսպիսին է, մեջը վարդագույն, չգիտեմ, մեջը չրեր է, երևի ելակի չիր է մեջը, Վահան, ելակի չիր, մի խոսքով, մեջը հետո տեսեք բնական չորացրած ծաղիկներ, շատ հետաքրքիր է, բարձի երեսներս, ինքան գեղեցիկ է, տեսնեմ, այսպես, Արշալույս անունով իմ հետևորդուներից մեկը գրել էր, որ Նելին իր քույրն է, չէ, Արշալույս ջան, Նելիի քույրիկի անունը Արշալույս չէ, դուք սխալվում եք սիրելիս, հավանաբար խառնել եք իրար, Նելին ձեր իմացած Նելին չէ, ոչ մեկիդ քույրիկը չէ, վստահեցնում են, հանգիստ եղեք, Նելին ուրիշ Նելի է, ոչ մի կապ չունի իմ մնացած բոլոր հետևորդների հետ, սիրելիներս, այսպես, էլ ինչ հարց կար, էլ հարց երևի թե չկար, նշեցինք զատիկը, շատ լավ անցավ, ծաղիկներս դրեցի ջրի մեջ, մի խոսքով, ամեն բան շատ լավ է, թող խաղաղություն ու սեր լինի, սիրելիներս, հանդուրժող լինենք, կրթվենք,
շատ պետք է մարդը կրթվի, չկրթված մարդու հետ բավական դժվար է եւ ճանապարհ գնալը, եւ խոսելը, եւ նստելը, եւ առհասարակ կրթությունը զարդարում է մարդուն։ Մայրս ասում էր, կրթությունը դա մարդու լուսապսակն է, գլխի լուսապսակն է։ Եվ մայրս չէր սխալվում, դա իսկապես այդպես է, սիրելիներս, առանց կրթության մարդը դատարկ անոթի է նման, եւ առհասարակ մենք գալիս ենք այս աշխարհ դատարկված եւ պետք է այստեղ լցվենք, որպեսզի լցված մեր փորձը տանենք մեր մյուս տուն, մեր տուն։ Այսպես անուշիկներս, ես ձեր բոլորին գրկում եմ, համբուրում եմ, շատ սիրում եմ եւ անչափ շնորհակալ եմ, որ կողքիս եք, նոր միացողներին ասում եմ բարի գալուստ, լավ եղեք, ժպտացեք, բոլորիդ գեղեցիկ եւ հիանալի օր։ Եվ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծո, ձեզ հետ Սեդան, սիրով։